խնդրում եմ ձեզ, եթե ձեր կյանքում Աստված հրաշքներ է անում, լուր մի մնացեք, անպայման կիսվեք, անպայման բաժնեկցեք։ Եթե դու կիսում ես, էլ ավելի է շատանալու։ Գիտեք, դա Աստծո սկզբունքն է։ Եթե դու վկայող ես, անպայման նոր վկայություններ կունենաս, թարմ մեկը մյուսից հետո։ Բայց երբ որ չես վկայում, հրաշք ունենում ես ու պահում ես ծոցդ, ասում ես դե լավ ամոթա, ինչ կմտածեն մարդիկ։ Լսի, մարդիկ դրանից կողոքեվորվեն։ Հերիքա որ մի բան պատմեմ, որ շատ կարճ ժամանակ առաջ օդանավակայանում էի, մի 7 օր առաջ, ու մի քույրիկ մոտեցավ, ասեց ուզում եմ մի վկայություն տամ։ Ասեց իմ 4 տարեկան երեխան չէր խոսում։ Երբ որ բերեցինք, որ դու աղոթես, աղոթեցիր ու հետեւյալ խոսքերն ասեցիր ոչ թե միայն խոսի, այլ նաև պիտի երգի։ Ասի եւ ասեց երգումը։ Ու հանեց ցույց տվեց, վիդեոյով ցույց տվեց, որ երգում է։ Հիմա հասել եմ Ռաստով, բեմից այս վկայությունը պատմեցի, որտեղ շատ թարմ էր սրտիս մեջ է։ Պատմեցի, մի քույրիկ մոտեցավ հենց եկեղեցու մեջ, ասեց ես էլ ունեմ 4 տարեկան երեխա, չի խոսում, խնդրում եմ աղոթենք իր համար։ Աղոթեցինք, գնացինք, հետո մի ուրիշ տեղ տեղափոխվեցինք, հանկարծ լսում եմ, մի 4 տարեկան երեխա կա, նորից չի խոսում, ու խնդիր ունի։ Եկեք էլի աղոթենք, ասում եմ Տեր Աստված, այն վկայությունը որպես հիմք դրեցիր, այդ հենց 4 տարեկան չեն ասում 5, 3, 4 տարեկան։ Ու ես հավատում եմ, հիմա աղոթել ենք, չգիտեմ, տեղում արդեն ինչ որ փոփոխություն եղավ, բայց ես հավատում եմ, որ շուտով կստանանք վկայությունը։ Ամեն։ Սրտիդ մեջ ունեցիր այդ փափագը, որ վկայություններ ծնվեն ու դու պատմես մարդկանց։ Աստծո փառքի համար, որ Տիրոջ անունը փառավորվի, հայտնի լինի։ Հաջորդ վկայությունը, որ նման է մարաթոնի։ Ես այս վկայությունը ոնց որ պատմում եմ, հաջորդն է գալիս, պատմում եմ, հաջորդն է գալիս, ու երևի իրենք էլ են լսում ու այդ հրաշքները վերապրում են ու ուղարկում են։ Բարև ձեզ, ուզում եմ վկայություն անել։ Երկու աղջիկ ունեինք։ Դուք հիշում եք, որ բեմից հրճակվեց, որ եթե երեխա չունես, հավատքով նույնիսկ դեռ չծնված այդ երեխան անուն դիր։ Հիշում եք դա։ Դեռ շարունակվում է, էլի է շարունակվելու, հավատում եմ։ Երեխաները պիտի ծնվեն։ Հալելույա։ Երկու աղջիկ ունեինք, բայց շատ էինք ցանկանում, որ տղա էլ ունենանք, բայց 4 տարի չէր ստացվում հղիանալ, եւ քարոզներից մեկի ժամանակ, երբ որ անպտղության դեմ աղոթ կարեցիք ու ասեցիք, որ հավատքով անուն դրեք, ես էլ ձեռքերս պարզեցի, Աստծուն խնդրեցի, որ մեզ Հովանես պարգևի։ Ու հենց այդ ամսում իմացա, որ արդեն հղի եմ ու ավելի քան վստահ եմ, որ Հովանես ենք ունենալու։ Ու 3 իմացանք, որ իսկապես Հովանես ենք ունենալու։ Անցյալ անգամ էլ Միքայելին էին սպասում, Միքայելն էլ եկավ։ Հիմա տեսնենք հələ ովքեր են գալիս։ Բարև ձեզ, ցանկանում եմ պատմել իմ վկայություն։ Ես ընտանիքիս անդամների հետ մասնակցում եմ Երևանյան ծառայությանը շաբաթ օրվա։ Տուն գնալով մեզ ուղարկեցին հետազոտության պատասխանները, որտեղ ԿՏ-ի արդյունքներով հայրիկիս մոտ հստակ ախտորոշվել էր կոկորդի քաղցկեղ։ Մեզ երկուշաբթի հերթագրեցին բիոպսիա հետազոտության։ Կիրակի եւս եկանք եկեղեցի ու մոտեցա ձեզ, խնդրեցի աղոթեցինք հորս համար։ Երկուշաբթի առավոտյան բժիշկները հերքեցին ուռուցքի արկայությունն ու բիոպսիայի կարիք էլ չկար։ Փառք մեր զորավոր Փրկիչ Հիսուս Քրիստոսին։ Ամենակարող Տիրոջը։ Ամեն։ Փառք Հիսուսին։